Մեքենաների ապահովագրությունը թանկանալու է, շատերի համար արդեն թանկացել է, ահազանգում են վարորդների իրավունքների պաշտպանները։ Ապպա պայմանագրերի թանկացումը վերաբերում է հատկապես այն վարորդներին, որոնք նույնիսկ վթար չեն ունեցել։ Վթար ունեցողների ապահովագրավճարը ավելի էժան է լինում, չունեցողներին է բարձրանում։ Հիմա որևիցե սկզբունքային բանաձև չկա, այսինքն առաջ օրինակի համար գիտեիր, բոնուս ունես էժան, մալուս ունես թանկ։ Իսկ հիմա արդեն կապված, չգիտեմ, սերից, մեքենայի գույնից, տարիքից, մեքենայի մակնիշի ու տենց մոտ մի 40 կոմպոնենտներից բաղկացած մի փունջ, որը որոշում է ապահովագրավճարի արժեքը։ Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատրյանի խոսքով, ապա պայմանագրերի համար ամեն տարի վարորդները ստիպված են ավելի թանկ վճարել, որովհետև ճանապարհատրանսպորտային պատահարներն ավելացել են։ Ապահովագրական ընկերությունների ծախսերը շատացել, մեկ տարում միջինը 50,000 վթար է լինում Հայաստանում։ Թանկացման մյուս պատճառը ըստ Խաչատրյանի նոր ավտոմեքենաներն են, հատկապես էլեկտրոմոբիլները։ Վթարի դեպքում թանկ են գնահատվում դրանց վնասները, դեֆիցիտ են մասերը։ Վթարները շատանում են, ուզած այդ հատուցումները պիտի շատացնեն, դրա համար էլ ապահովագրավճարները թանկանում են։ Վթարները կնվազեն, ապահովագրավճարները կիջնեն, բայց վթարները չեն նվազի, որովհետև դրանով ուրեմն զբաղվող չկա։ Խուճապ չի ուզում տարածել Խաչատրյանը, բայց զգուշացնում է, վթարները չեն նվազի։ Ըստ նրա ճանապարհատրանսպորտային պատահարների դեմն առնելու համար գետնի վրա ոչինչ չի արվում։ Ճգնաժամային հանձնաժողովներ խմբեր են ստեղծում, բացի թղթի վրա ստեղծելուց գործնականում ոչ մի քայլ չեն անում, դրա փոխարեն եթե կնկատեք մեկ այնպիսի գծանշումներ են անում կամ չեն անում, որոնք ինքնին արդեն վթարացին են լինում, այսինքն այդ մենք ընկել ենք մի հատ այնպիսի շրջապատույտի մեջ, որ անընդհատ վթարները շատանալու են, որ անընդհատ ապահովագրավճարները թանկանալու են։ Հայաստանի ապահովագրական բյուրոյից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու պետք է ապպա պայմանագիրը ավելի էժան լինի վթարի մեղավոր դարձած վարորդի համար, քան օրինապահ վարորդի։ Մամուլի ծառայությունից ասացին, որ փոդքասթ են նկարել, հունվարին հեռարձակվելու է, փոդքասթում մանրամասն կներկայացնեն։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։